25 միլիոն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրում Արարատ բանկն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը։ Միջազգային համագործակցության փաստաթուղթը ստորագրում են Մհեր Անանյանն ու Ռուհի Քոզգուն։ Արարատ բանկն ու FM-ն այսպիսով բիզնեսի ֆինանսավորման ոլորտում ընդլայնում են 2014-ից սկիզբ առած երկարամյա համագործակցությունը։ 40%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը և 60%-ը կուղղվի FMO-ի ձևակերպմամբ, ուրեմն սոցիալական անհավասարությունները հաղթահարող ծրագրերի իրականացման։ Արարատ բանկն ու FM-ն աշխատում են ավելի քան 10 տարի և Արարատ բանկն այս տարիներին Հայաստանում շուրջ 100 միլիոն դոլարի պայմանագրեր է տրամադրել։ Ըստ բանկի գործադիր տնօրենի, Արարատ բանկի համար ռազմավարական նշանակություն ունի կանաչ և սոցիալապես կարևոր ծրագրերի իրականացումը։ Այն կնպաստի մեր երկրի կայուն զարգացմանը, կնվազեցնի սոցիալական անհավասարությունը, համոզված է Մհեր Անանյանը։ FMO-ի հետ արդեն մեր համագործակցությունը 10 տարուց ավել, ըստ էության խարսխված է արդեն լավագույն ավանդույթների հիման վրա և ստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ նաև տեխնիկական աջակցություն, մասնագիտական առումով մեր աշխատակիցների վերապատրաստում, ավելի հարցերին ճկուն մոտենալու և ըստ էության մենք պատրաստում ենք ծրագրերի իրականացումը և վարկառուներին և աշխատակիցներին, որպեսզի բոլորս միասին կարողանանք հաջողենք։ FMO-ի ֆինանսական հաստատության ղեկավարն ուրախ է, որ այս ծրագրով մի կողմից նպաստում են Հայաստանում ՓՄԶ-ների զարգացման, մյուս կողմից Արարատ բանկի վարկային պորտֆելի աճին, ընկերության կայուն զարգացման ռազմավարությանը։ Ռուհի Քոզգուն լիահույս է, որ նոր վարկը նպաստելու է բնապահպանական ծրագրերի ավելացմանը, մեր երկրում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը։ Մենք շատ գոհ ենք ծրագրի արդյունքներից, հակառակ դեպքում 10 տարի շարունակ վարկային միջոցներ չենք ուղղի Արարատ բանկին։ Մենք ուսումնասիրել ենք նաև նախորդ տարիների արդյունքները, դրանք իսկապես նպատակային են ծախսվել։ Մենք նաև ունենք հստակ ուղերձներ, որ նախորդ ծրագիրը Նասիրան շատ օգտակար է եղել Արարատ բանկի հաճախորդների համար։ Երկու ֆինանսական հաստատությունների համագործակցությամբ 2021-ին իրագործվել է նաև Նասիրա ծրագիրը։ Այս վարկային պորտֆելով ֆինանսավորումը կազմել է մոտ 35 միլիոն դոլար, ընդ որում այն տրամադրվել է շուրջ 1500 ՓՄԶ-ների և գյուղատնտեսական ձեռնարկությունների։ Խոսքը ավելի քան 2000 վարկի մասին է։ Արարատ բանկում այն աննախադեպ ցուցանիշ են համարում։